Ինչպես ասում են, կրիմինալը կերել է Երևանը եւ առասարակ Հայաստանի Հանրապետությունը։ Ինչա կատարվում Երևանի փողոցներում, Հայաստանում, մարդիկ իրար օրը ցերեկով կրակում են։ Նորմալ է, ոչ մի կանխարգելիչ բան չկա իրավապահ կառույցների կողմից։ Էլ չեմ ասում այդ զակլատչիկների ինստիտուտ, բարիկներ, դեղի այդ կարգի, այդ քանակի ներկայություն Հայաստանի Հանրապետությունում Telegram ալիքներով վաճառք, դրանց մասին բոլորս գիտենք, բայց ինչն է հետաքրքիր, երբ որ մարդիկ աշխատում են ինչ-որ քաղաքական ուժի համար, դա շատ արագ դարձնում են կոռուպցիոն ինչ-որ ընտրակաշառքի թեմա, բազմաթիվ մարդիկ այսօր փագի տակ են հենց այնպես, երկու ցածր կլասի կին իրար հետ խոսում են ինչ-որ ֆինանսների մասին, բայց այդ մասով երկամսյա կալանք կրում ինձ համար հարազատ Դավիթ Ղազինյանը, ով նաև Ուժեղ Հայաստան կուսակցության քաղաքախորհրդի անդամ է, ու տենց բազմաթիվ են դեպքերը, չեմ խոսում Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի մասին, ինչու՞ չէ նաև Անդրանիկ Թևանյանի մասին, որոնք անիմաստ այսօր դատվում են։ Հարգելի իրավապահներ, եթե չեք կարողանում գլուխ անեք, գոնե հին օպերատիվնիկներին հարցրեք, ոնց է ամեն ինչի դեմ առնեն։ Չի կարելի երկիրը ցենց թողել բարձի թողի վիճակում։ Մենք ապրում ենք այս երկրում, այս քաղաքում, բայց բոլորս ցենց անհանգիստ վիճակների մեջ, չգիտեմ, ասենք ես հիմա այս պայն դուրս գամ 2 մետր հետո իմ հետ ինչ կլինի կամ ցանկացածի հետ։ Ժողովուրդ ջան, հարգելի ընկերներ, հարգելի ընդդիմադիր ճաշակով այր, խնդրում եմ ձեզ, դուք էլ այս ամեն ինչի մասին եկեք բոլորս անընդհատ խոսենք, որպեսզի կամ այս սրանք, այս գործողները գնան, կամ աշխատեն, բայց ավելի լավ կլինի գնան։ Լավ մնացեք, հաճելի կիրակի բոլորիդ։